Մայիսի 1-ը աշխատավորների օրը Երևանը տոնում է մեծ տոնախմբությամբ։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում։ Տոնի մեկնարկը տրվեց Ամիրյան փողոցից, որտեղ նախ եղավ շքերթ տարբեր ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ, որոնց թվում են Հայկական ավիաշուկայի առաջատար Fly1 Armenia ազգային ավիաընկերության և Seal Insurance ապահովագրական ընկերության աշխատակիցները։ Ըստ ձեզ այսօրվա խորհուրդը ո՞րն է մայիսի 1-ի։ Աշխատավորության օրն է այսօր։ Բոլորս էլ ես անձամբ ինքս աշխատող եմ, շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Թե մեծահասակների համար, թե երեխաների համար տոնակատարություն է մի խոսքով։ Ինչ եք կարծում, Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված են։ Չեմ կարող լիարժեք պատասխան տալ։ Այս միջոցառման մասին ինչ կասեք։ Միջոցառումը շատ հաճելի է, շատ գեղեցիկ է, շատ լավ է, բոլորս ուրախ ենք դրա համար։ Աշխատավորության օրն է։ Ինչ կասեք միջոցառման հետ կապված։ Լավ է, կազմակերպված, սիրուն, լավ, նորմալ։ Մենք էլ ման ենք, ալ ուրախանում ենք։ Ըստ ձեզ Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված են։ Լրիվ։ Եթե խելոք ես աշխատում։ Եթե անխելք ես, պարզա պաշտպանված չի։ Բայց եթե խելոք ես աշխատում, նրանց պաշտպանված ես։ Աշխատավորների հարգանքի օր է։ Որքանով է կարևոր աշխատանքը գնահատման օր է։ Որքանով է կարևոր նման միջոցառումները։ Կարևոր է, շատ կարևոր է, անշուշտ։ 3/4 աշխատավոր մարդկանցից է կազմված, ինչ որ մի ժամանակ պետք է հարգվի, հիշվի իրենց։ Մեծարվի անգամ։ Հենց այս միջոցառման համար եք եկել։ Այո, ուղղակի։ Շնորհակալություն։ Շատ լավ կազմակերպված է, շատ շնորհակալ ենք կառավարությանը, շատ բարձր որակ է։ Ինչպես եք գնահատում նման միջոցառումները ու ձեզ 100-ից 100։ ինչն է լավ։ Ամբողջ քաղաքը երիտասարդությունը դրսում է, ոգևորված, ուրախ, մթնոլորտը բարի, ջերմ, շատ լավ է։ Իսկ ըստ ձեզ Հայաստանում աշխատողները գնահատված են, նրանց իրավունքները պաշտպանված են։ Հայաստանում միայն խնդիրը մի քիչ աշխատավարձային է, եթե մի քիչ դա կանոնակարգված լինի ու երիտասարդությունը ավելի բարձր աշխատավարձ ստանա, գնահատված է, իհարկե։ Իսկ նման միջոցառումները ինչին են օգնում։ Ապրելու։ Դե մայիսի 1-ը տոնում ենք շատ վաղուց ու աշխատավորների օրինակ պետքա որ իրանց ավելի գովաբանենք, որովհետև առանց աշխատանք չի լինի ոչ պետություն, ոչ երկիր, ոչ էլ տնտեսություն, այսինքն այն օրն է, որտեղ որ պետք է այդ տնտեսություն կառուցողների համար տոնակատարություն լինի։ Բայց կարծես հիմա այլ ձև է տոնվում, ինչպես եք գնահատում։ Երբեք չեմ տեսել պարատ այսօրվա ընթացքում ու շատ սիրուն էր, որովհետև հենց կոնկրետ ներկայացնում են մեծ, ոնց որ հասկացա հարկատուներին եւ մեծ ֆիրմաներ ու շատ սիրուն էր, այսինքն ավելի լավ էր, քան ասենք այսպես սովետական ինչ-որ դրոշներով բան աշխատավորն, ասենց ավելի լավ է։ Իսկ ըստ ձեզ Հայաստանում հատկապես երիտասարդների աշխատող իրավունքներին առնչվող ինչ խնդիրներ կան կամ փոխվել է ինչ-որ բան։ Իսկ հիմա այդքան խնդիր չունեն աշխատողների հետ, այլ աշխատողներն էլ ոչ մեկ օրենսգիր չի կարդում եւ իրանց իրավունքները չգիտեն հենց օրենսգրքով։ Եթե բոլոր աշխատողները իմանան իրենց իրավունքները, ոչ մեկ չի խախտի դրանք։ Ըստ ձեզ այսօրվա խորհուրդը ո՞րն է, ինչի համար եք այստեղ։ Դե աշխատավորների համար երևի։ Հայաստանում մարդու իրավունքները հատկապես աշխատողների տեսանկյունից պաշտպանված են ըստ ձեզ։ Երևի հա, բայց ամենաշատը չէ։ Իսկ միջոցառումը ինչպես եք գնահատում։ Հա, սիրուն է ստացվել, 10-ից 10։ Դուք ինչ կասեք Մենք միջոցառումը նոր ենք եկել, բայց սկիզբը լավ է։ Սիրուն է ձևավորումը։ Նշենք, որ միջոցառումը կշարունակվի ողջ օրը։ Երեկոյան սպասվում է նաև մեծ համերգ։